Բարև ձեզ, ես Լուսինեն եմ, 3 տարի առաջ ունեցել եմ մեծ ավտովթար, որից կոտրվել են իմ ողերը, 2 բազմաբեկոր կոտրվածք եմ ունեցել, ֆիքսատոր է դրվել իմ ողնաշարին, իմպլանտավորվել է և ես 3 տարի ապրում եմ արդեն այդ իմպլանտներով, բայց չեմ շարժվել, շարժողականությունը շատ ցածր է եղել, կծվել չեմ կարողացել և հետո իմացա, որ Արթուր Մարդոյանը, դոկտոր Արթուր Մարդոյանը կատարում է մարզանքներ, կինեզոթերապիա, որը օգնում է մարզանքով ողերին, մկաններին, հյուսվածքներին, արդեն 4-րդ պարարմունքն է գալիս եմ ու կարողանում եմ արդեն շարժվել, կզվել, արդեն ահագին մեծ տարբերություն ունեմ իմ մարմնի վրա։ Ուրեմն վարությունը թույլատնում է կրծքային և գոտկային հատվածի ողերը, քանի որ մենք ունենք իմպլանտ, կոտրվածքից հետո կա կոնստրուկցիա ողնաշարում, այս վարությունը մենք տալիս ենք, որպեսզի թույլատնի, որտեղ տարիներ շարունակ 3 տարի որ կրում է իմպլանտները, արդեն ողնաշարի շարժունակությունը, էլաստիկությունը գնալով վատացել է։ Հիմա ինքը թույլատնում է ողնաշարը, ձգում է դեպի վերև, մենք չենք իջացնում ոտքերը ներքև, ամբողջությամբ, այդ ժամանակ կարող է վնասվել։ Վարությունները կատարվում է անօդական մոտեցումը, բնական է կա ունենք ողնաշարում իմպլանտներ, ամեն վարությունները հաշվարկված են, որպեսզի թույլատնեն, կարողանանք վերականգնել։ Եվ հույսով եմ, որ մեր վարություններից հետո կարող է երկրորդ անգամ վիրահատվել եւ հանել եւ ապրել ոնց որ միշտ ապրել է։ Քանի որ երկար ժամանակ կրել է իմպլանտ, մկանները եւ ջլերը իրանց էլաստիկությունը կորցել են։ Հիմա նման տիպի վարությունները թույլատնում է ամբողջությամբ գոտկային հատված, քանի որ մենք ունենք L5S1-ում տեղադրված սպոնդիլադես իմպլանտներ։ Հիմնական խնդիրը գոտկասրբանային հատվածում է եւ կրծքային հատվածում է։ Ինչպես տեսնում եք, մեր բուժարուն ունի 4 իմպլանտ, գոտկասրբանային հատվածում եւ կրծքային հատվածում եւ շատ կարճ ժամանակ հետո նորից կվիրահատեն, կհանեն եւ վարությունների շնորհիվ կվերականգնվի ամբողջությամբ